Սրբազան դուք զղջում եք, որ մտաք քաղաքականություն ու թողեցիք հոգևոր ծառայությունը։ Ինչ տվեց ձեզ ընդհանրապես քաղաքականությունը ու ինչ խլեց ձեզանից։ Դժվար հարցեր տալու սովորեք, չէ։ Այո։ Չէ, չեմ զղջում, բացարձակ չեմ զղջում, նախ որ հոգևոր ծառայությունը ժամանակավորապես եմ ես դադարեցրել զուտ խորհուրդների ծիսական կյանքում ներգրավվածության իմաստով։ Մնացածը նույնը մնացել է, իսկ զղջալու չզղջալու մասով չեմ զղջում, որովհետև իմ որոշումը ես կայացրել եմ բարձր գիտակցությամբ, ինքս ինձ հետ հաշտ ապրելու եւ միշտ ասել եմ ոչ միայն իմ առջև, այլ նաեւ այն նահատակների առջև, որոնցից մի մասը ես եմ մեծացրել, մի մասը ինձ են մեծացրել, մի մասն էլ իմ ընկերներն են եղել։ Իմ կենսագրության հետ հաշտ լինելու, որ 35 տարվա կյանքը գողացվել է ինձանից։ Իմ պատիվը հասկանալու համար, որ գողացվածով պետք է վերականգնել։ Եվ շատ անձնական է նաև, բացի ընդհանրական մեր պատկերացումներից, համազգային, հայկական, մեր պետականության, մեր հայրենիքի, այդ ամբողջը գալիս են նաև անձնական հաշվետվության առջև են դնում, եւ ես ուզեցել եմ հաշտ ապրել, եւ ուզում եմ, եւ չեմ զղջացել, բացարձակ, զղջալու բան էլ չկա։ Եվ նաև փաստը ցույց տալու համար, որ մեր ժողովուրդը չի մեռել։ Անցյալ տարի ես միշտ ասել եմ սրա մասին, մարդիկ շուտ մոռանում են, բայց պետք է հիշեցնել։ Անցյալ տարի հունվար, փետրվար, մարտ ամիսներին, եթե չասեմ դրանից առաջ Արցախի հանձնումից հետո մեր հայրենակիցների, քույրերի, եղբայրների բռնագաղթից հետո Հայաստանում գրեթե բոլորը մտածում են, որ դա վերջն է, վերջացել է ամեն ինչ։ Ժողովուրդը մեռած, ճակերտավոր ասած անտարբեր եւ այլն, այն մնացած մագդիրները չեմ ասում։ Եվ մենք դա ենք փաստել, որ ժողովուրդը չի մեռել։ Եվ ես շատ ուրախ եմ, որ այդ հնարավորությունը Աստված ինձ տվել է անելու։